Գիտեք ինչ ընդհանուր բան կա Վարշավիրի, կահույքի խանութի տիրոջ եւ միլիարդանոց կոսմետիկ բրենդի միջև։ Սովորաբար ոչինչ, բայց այսօր անսովոր դեպք եմ պատմելու։ 2018 թվականին այս բրենդը 20 միլիոն ռուբլի ներդրեց բլոգերների մեջ, երբ դա դեռ նորություն էր եւ սովորաբար այդպես ոչ մեկ չէր անում։ Իսկ մեկ տարի անց նրանց շրջանառությունը դարձավ 2 միլիարդից ավել։ 2024 թվականին նրանք Wildberries-ի գեղեցկություն եւ առողջություն կատեգորիայում գլխավորեցին տասնյակը, շրջանցելով L'Oreal-ի։ Ամեն երկրորդ խնամքի միջոցը, որ դուք տեսնում եք Instagram-ում, հենց նրանցն է՝ վառ պիտակով եւ քաղցր անվանումով։ Միքսիթը պարզապես կոսմետիկա չէ։ Սա կատարյալ դասագիրք է այն մասին, թե ինչպես վաճառել զգացողություններ, գնալ ձեր լսարանի հետևից եւ չվախենալ փոխվել։ Եկեք վերլուծենք 5 հնարք, որոնք փոքրիկ լաբորատորիան ստեղծեցին, դարձրեցին մեծ հզոր բրենդ։ Եվ իհարկե տեսնենք, թե այդ ամեն հնարքներից ինչ կարող են գողանալ մենք մարքետոլոգներս եւ բլոգերներս։ Ուրեմն սկսենք։ 2024 թվականին Ելենա Նազարովան Վարշավիր էր, ով հայտնաբերեց, որ ալերգիա ունի ներկերից։ Եվ մի ուրիշ մոլորակում կար Ալեդան նվտագամարդ, ով կահույքի խանութի սեփականատեր էր, ով հասկացավ, որ կահույքի բիզնեսը տարածքով ընդլայնելը ավելի թանկ է, իսկ կոսմետիկա առաքելը շատ ավելի հեշտ։ Նրանք պատահական հանդիպեցին սուրճ խմելու, սկսեցին քննարկել, դեսից խոսել եւ միտք ծագեց ստեղծել կոսմետիկա ինդիվիդուալ մարդկանց համար։ Այսպես ծնվեց կայքում կրեմների կոնստրուկտորը։ Դու անցնում ես թեստ, ընտրում բաղադրիչները, տեխնոլոգը խառնում է անձամբ քեզ համար կրեմ։ Տուփի վրա գրում են քո անունը, իսկ գինը սկսվում է 300 ռուբլից։ Բրենդի անունը որոշեցին դնել Mix-It, խառնիր դա, որը որ կարծում եմ բացատրության կարիք չունի։ Նրանց գրպանում իսկական յուրահատկություն կար։ Իհարկե ամենահանճարեղ հնարքը հաճախորդի անունն էր տուփի բանկայի վրա։ Աղջիկները ուղղակի խենթանում էին, որովհետև բացում էին տուփը եւ տեսնում էին կրեմ Անաստասիայի համար։ Դա այնպիսի հիացմունք էր առաջացնում, որ պարտադիր պետք էր հենց այդ պահին նկարել եւ տեղադրել համացանցում։ Mix-It-ը ստացավ UGC-ի մի ամբողջ հեղեղ, անվճար։ Գնորդը զգում էր իր կապը հենց բրենդի հետ եւ իհարկե զգում էր բացառիկություն։ Սրան նաեւ ավելացնում ենք առաքում ամբողջ երկրով մեկ եւ բրենդի իդեալական ստարտը ապահովված է։ Մարդը ստանում է ապրանքը, երջանկանում է, կիսվում է իր էմոցիաներով Instagram-ում կամ իր ընկերուհիների հետ եւ բերում մեզ անվճար գնորդներ։ Հետևաբար եզրակացնում ենք, որ թույլ տվեք ձեր հաճախորդին զգալ, որ ապրանքը ստեղծված է հենց իր համար, իսկ նա ձեզ նոր գնորդներ կբերի։ Սկզբում նրանք ունեին միայն օնլայն վաճառք։ Շեշտը դրել էին Instagram-ի վրա։ 20 միլիոն ռուբլի ներդնել միայն բլոգերների վրա դա մեծ ռիսկ էր։ Այդ ժամանակ ոչ մեկ լուրջ չէր վերաբերվում գովազդային ինտեգրացիաներին, բայց Mix-It-ը ռիսկի դիմեց։ Նրանց լսարանը այդ ժամանակ 18-ից 34 տարեկան աղջիկներն էին, ովքեր նստած էին հեռախոսների մեջ եւ իհարկե ուզում էին Instagram-ի համար գեղեցիկ նկար։ Իսկ Ելենան լինելով շատ խելացի, ստեղծեց Instagram-ային արտադրանք, փայլեր, որոնք երևում էին նույնիսկ էկրանով։ Դիմակները լուսավորում էին, շիմերները փայլում էին այնպես, որ կարելի էր տեսնել տիեզերքից, իսկ տուփերը ինքներդ եք տեսնում։ Նրանք ստեղծեցին ոչ թե պարզապես խոնավեցում, այլ իսկական էսթետիկ ուրախություն։ Սկզբում նրանք մոռացան օֆլայն խանութների մասին եւ ամբողջ ուժը ներդրեցին SMM-ի վրա։ Իդեպ միայն 2024 թվականին Mix-It-ը ունեցավ վաճառքի 32,000 կետ։ Instagram-յան ակաունտը հասավ 3.3 միլիոնի։ Նրանց հաջողության գաղտնիքը, այսպես ասենք, դարձավ այն, որ ստեղծեցին վիրուսային արտադրանք, որը ուզում էին նկարահանել եւ ցույց տալ ընկերուհիներին։ Բայց իհարկե ժամանակը առաջ է գնում եւ աղջիկները, ովքեր նկարում էին փայլփլուն ստորիներ, մեծացան։ Նրանք այլևս 18-19 տարեկան չեն, այլ արդեն 25 տարեկան։ Մաշկը փոխվել է, պահանջները նույնպես։ Եվ հենց այս պահին Mix-It-ը որոշում է գնալ մի քայլի, որին շատ բիզնեսներ չեն համարձակվում։ Նրանք որոշեցին բաց թողնել իրենց հին լսարանին եւ մեծանալ հաճախորդների հետ միասին։ Նրանց կարգախոսը փայլիրից դարձավ հասկացիր քո մաշկի յուրահատկությունը եւ խնամիր։ Նրանք սկսեցին իրենց գնորդների մաշկը ախտորոշել առցանց
մարդկանց եւ տալ ինդիվիդուալ խնամքի միջոցներ։ Զվարճանքի մարքեթինգից նրանք սկսում են անցնել վստահության մարքեթինգի։ Սա շատ կարևոր ինսայթ է։ Եթե ուզում եք, որ ձեր բիզնեսը շատ երկար ապրի, նրա դերեկան եւս պետք է էվոլյուցիա ապրի։ Mixit-ը չկորցրեց իր դեմքը։ Վիզուալն ու էմոցիաները մնացին, իսկ առաջին պլան դուրս եկավ մասնագիտական պրոֆեսիոնալիզմը։ Իդեպ եւս մեկ ակտուալ հնար, որը օգտագործեց Mixit-ը, 2025-ին նրանք նկարահանեցին եւ տեղադրեցին sitcom իրենց լաբորատորիայի մասին, Office սերիալի ոճով։ Иногда приходится варить ведрами. Бывает такое, что я варю продукты десятками килограммов в день для того, чтобы отправить продукты на фокус-группу, либо для тестирования тары, либо фасовки. Бывает, я варю маленькие образцы в нескольких вариантах для того, чтобы протестировать их стабильность и затем отбираю лучшие. Бывает такое, что я целый день ничего не варю, только делаю вид, что работаю. Да. Занимаюсь подготовкой документов на сертификацию, коммуникацией с поставщиками, либо мы снимаемся. Ոչ թե չոր արտադրական ռեպորտաժ, այլ մինի սերիալ, որտեղ հերոսները հայտնվում են անհարմար իրավիճակներում եւ հումորային ձևով դուրս են գալիս այդ իրավիճակներից։ Ծիծաղելի է, կենթանի է, կյանքի մասին է եւ իհարկե առաջացնում է վստահություն։ Եվ այսպիսով բրենդը ցույց է տալիս իր կուլիսները եւ հայտարարում, որ մենք փորձագետներ ենք եւ մենք ունենք հզոր գիտական բազա։ Ելանան որոշեց, որ հերիք է դա թաքցնել։ Ժամանակն է ցույց տալ, թե իրականում այդ ամենը ինչպես է կատարվում, բայց իրենք իրենց ձևով ու շատ հումորով։ Սա իդեալական միջոց է բարդ ինֆորմացիան էմոցիաների միջոցով փոխանցելու համար։ Եվ ամենակարևոր հնարքը, որը որ խորհուրդ եմ տալիս բոլորին, իհարկե նրանց աշխատանքն է UGC-ի հետ։ Mixit-ը Ռուսաստանում առաջիններից էր, ով շեշտը դրեց բլոգերների վրա։ Մեկ թոփ բլոգերին միլիոններ վճարելու փոխարեն նրանք ստեղծեցին 8000 կրեատորներից բաղկացած համայնք։ Նրանք շատ հեշտ դա արեցին։ QR կոդեր տեղադրեցին պատվերների ներսում ընկած ֆլայերների վրա, որտեղ սկանավորում ես, ծանում ես դասընթաց դիմահարդարման վերաբերյալ եւ իհարկե մնում ես բոտում։ Սա շատ հեշտացրեց գովազդը թիրախավորել հենց տաք լսարանի վրա։ Բրենդը ակտիվորեն հրապարակում է սովորական գնորդներին։ Երբ գնորդները տեսնում են իրենց դեմքը Mixit-ի պաշտոնական էջում եւ ոչ միայն Mixit-ի յուրաքանչյուր բրենդի պաշտոնական էջում, նրանք վապերվых երջանկանում են, բերում են նոր հաճախորդներ, նոր գնորդներ եւ իհարկե նորից կրկնում են իրենց գնումները։ Սոցցանցերում նրանց նպատակը բլոգերների հետ ինտեգրացիաներում ճանաչելիությունն ու հասանելիությունն է։ Ինչ ենք վերցնում մենք մեզ համար այստեղից։ UGC-ն լուծում է գրեթե ամեն ինչ։ Մարդիկ վստահում են մարդկանց։ Արեք այնպես, որ ձեր հաճախորդները դառնան ձեր ամբասադորները եւ ձեր բրենդը կաճի մի քանի անգամ ավելի արագ։ Ես արդեն իմ էջում տեղադրել եմ մի քանի տեսանյութ բրենդերի, հաջողված բրենդերի մասին եւ յուրաքանչյուր տեսանյութում ես ասում եմ, թե ինչքան կարեւոր է UGC-ն հաջողության հասնելու համար։ Յուրաքանչյուր հաջողված բրենդ շատ ջերմ եւ մտերիմ է իր գնորդների հետ։ Այնպես որ մի մտածեք, որ ձեր բիզնեսը UGC չի կարող լինել, եթե անգամ արտադրում եք, չգիտեմ, թխվածքաբլիթներ, հագուստ, կոսմետիկա եւ այլն։ Պետք է մտածեք այնպիսի բան, որ ձեր բրենդի մասին ցանկանան խոսել, կիսվել համացանցում եւ պատմել ընկերներին։ Եկեք ամփոփենք Mixit-ի հաջողության 5 գաղտնիքները։ Ինդիվիդուալ մոտեցում, անունով ապրանքանիշը միշտ աշխատում է։ Վիզուալ պայթյուն, գեղեցիկ նկարը վաճառում է։ Չվախենալ եւ մեծանալ հաճախորդի հետ միասին։ Եթե լսարանի կյանքը փոխվել է, ապա ժամանակն է փոխել ռազմավարությունը։ Պրոֆեսիոնալիզմը հումորի միջոցով։ Գիտությունը ցույց տվեք հետաքրքիր սերիալների միջոցով։ Եվ ինչպես նշեցի, UGC-ն որպես վարելի։ Գնորդին դարձրեք ձեր մարքետոլոգները։ Չգիտեմ ինչի սենց արեցի։ Եթե այս տեսանյութը ձեզ համար հետաքրքիր էր եւ օգտակար, մի մոռացեք դնել լայք եւ բաժանորդագրվելի մեջին, որովհետեւ ամեն շաբաթ ես թողարկում եմ նոր տեսանյութ եւ վերլուծում հաջողված բրենդերի մարքեթինգային կանոնները։ Մեկնաբանություններում գրեք, թե այս 5 հնարքներից որը կօգտագործեք առաջինը ձեր բրենդի բիզնեսի համար։ Իսկ եթե ցանկանում եք, որ ես վերլուծեմ ձեր բլոգը, բիզնեսը, համագործակցության համար լինքերը կան ներքևում։ Կհանդիպենք մյուս շաբաթ։